Եվ հետաքրքիր պատկեր ունեցանք ծրագիրը այս տարի իհարկե հունիսին ավարտվեց, դրա պատճառներից մեկն էլ նաև այն էր հանդիսանում, որ ծրագիրը իր մեջ մեծապես պարունակում էր արևային համակարգերի ներդրում մեր քաղաքացիների կողմից, իհարկե դա լավ է, բայց ինքը իր հետ բերել էր արդեն նշածած խնդիրներին եւ բացի այդ 2022 թվականին, երբ որ ծրագիրը ներդրվեց, ինքը նախատեսված էր սկզբնական շրջանում մի տարով եւ դրա համար 2022 թվականին պետական բյուջեից հատկացվեց 40 միլիոն դրամ սուբսիդիա, սակայն վերջի տարին արդեն միլիարդավոր դրամների պետության կողմից սուբսիդիա է հատկացվում եւ դեռ պետքա շուրջ 7 տարի, քանի որ ինքը վարկավորման ծրագիր էր եւ սուբսիդիան տրամադրվում էր վարկի ամբողջ ժամանակահատվածի համար, դեռ պետք է 7 տարի ծրագրի պետական բյուջեից, այսինքն նման մասշտաբի սուբսիդիա հատկացվի եւ դա նաեւ լրացուցիչ բեռի տեսանկյունից պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռի տեսանկյունից շահույթ էր, որի մասին մեզ բազմաթիվ անգամներ ասել են նաև մեր ֆինանսների նախարարության մեր գործընկերները։ Եկեք հիշեցնենք, թե ինչ պայմաններ էին, հա, վարկավորման հատկապես սահմանամերձ հատվածներ, եթե չեմ սխալվում, եւ ծրագրի մեկնարկից մինչեւ հիմա ինչ ցուցանիշներ ունենք, ընդհանուր առմամբ անհատ քաղաքացիների կողմից արևային կաների կամ ջրատաքացուցիչների տեղադրման ինչ պատկեր կա։ Տեսեք, ծրագիրը տրամադրվում ծրագրի շահառուներին տրամադրվում են առևտրային բանկերի կողմից վարկ, որի տոկոսադրույքները պետությունը սուբսիդավորում էր եւ այնտեղ բաժանված էր գյուղական համայնքներ, քաղաքային համայնքներ, Երևան քաղաք եւ առանձին տեղեր հատկացված սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերին, այստեղ վերջին բնակավայրերում սահմանամերձ եւ բարձր լեռնային պետությունը սուբսիդավորում էր գրեթե ամբողջ տոկոսադրույքները, այսինքն 14% սուբսիդավորում էր, Երևան քաղաքում սուբսիդավորում էր 9%-ը, մնացած քաղաքային համայնքներում 11% եւ գյուղական համայնքներում 12%-ը։ 2025 թվականին ծրագրի շահառուների թիվը 34000-ից ավել էր։ Մեկնարկից մինչև 25 թվականի հուլիսը, ի սկզբանե նշեցի նախատեսված էր ծրագիրը, որ պետք է ունենար 1000 շահառու։ Ի սկզբանե 1000-2000, սակայն 2025 թվականին ամեն տարի ծրագրի գործողության ժամկետը երկարացվեց եւ 2025 թվականին արդեն ունեցանք 34000-ից ավել շահառուներ։ Իսկ տարածաշրջանային բաշխվածությունը ինչպիսն էր, որ մարզերում են առավել ակտիվ եղել։ Դա էլ մեզ համար մի հետաքրքիր պատկեր բացահայտեց, օրինակ մենք կարծում ենք, որ այստեղ ծրագրի շահառուների մասով առաջամարտիկ, որպես այդպեսին կլինի Երևան քաղաքը, սակայն ի զարմանս մեզ երկու մարզ կա, որ Երևանից ավելի շատ շահառուներ ուներ, խոսքը Արարատի եւ Կոտայքի մարզերի մասներ, որոնք ավելի շատ ծրագրում ընդգրկված շահառուներ ունեն, քան Երևան քաղաքը։ Երևան քաղաքից ավել շահառուներ ուներ նաեւ Արմավիրի մարզը, մոտ էր Երևան քաղաքին Գեղարքունիքի մարզը եւ հետո մնացած մարզերը։ Հիմնականում արևային կայաններ են, թե ջրատաքացուցիչներ եւս կան։ Տեսեք, հիմնականում արևային կայաններ են, սակայն մեզ համար այստեղ հետաքրքիրը, չնայած նրան, որ արևային կայանների տեղադրումը եւս հետաքրքիր էր, մեզ համար առավել կարեւոր էր, որպեսզի քաղաքացիները ծրագրից օգտվեին, ծրագրի ընձեռած հնարավորություններից եւ իրենց բնակարանները էներգոարդյունավետ վերանորոգում իրականացնեն, խոսքը գնում է պատուհանների փոխարինման, բնակելի տների պարագայում տանիքների փոխարինման, էներգոարդյունավետ նյութերի կիրառման վերանորոգման մասին, որը զգալիորեն կնվազեցներ մեր բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառումը, էլեկտրաէներգիայի եւ գազի սպառումը, եւ եթե թույլ կտաք մի հետաքրքիր հանգամանք նշեմ, ես ինքս մասնակցել եմ ծրագրի մոնիտորինգի իրականացման նպատակով բազմաթիվ շրջայցերի տարբեր համայնքներում, միայն Երևանում չէ, տարբեր համայնքներում եւ ծրագրի
հետաքրքրությունը ինչու մեր կայանում, որ յուրաքանչյուր բնակիչ ով օգտվել էր այս հնարավորությունից, արդեն իսկ վերանորոգում, խոսքը վերանորոգում իրականացրած քաղաքացիների մասին է, ով օգտվել էր այդ հնարավորությունից, արդեն իսկ առաջի ամսվանից իրենց իսկ նշած թվերով, արդեն իսկ իրենց վրա այդ ծախսերի նվազեցումը զգացվում էր, իրականում էներգախնայողության Հայաստանի Հանրապետությունում առկա է էներգախնայողության մեծ պոտենցիալ, հաշվի առնելով, որ տարբեր թվեր են հիշատակվում, բայց ցանկանամ նշել, որ մեր շենքերի մեծ մասը ոչ մեկի համար նորություն չի, որ զգալի հատվածը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին, եւ այդ խորհրդային տարիներին համենայն դեպս իմ ունեցած տվյալներով այդ էներգախնայողության կոմպոնենտը որպես այդպիսին արդիական չի եղել, ինքը բավականին հետաքրքիր եւ մեծ ներուժ ունեցող պոտենցիալ ունեցող ոլորտ է, այստեղ խնդիրը իհարկե ֆինանսների մեջ է, ֆինանսական բաղադրիչի մեջ է, պետությունը բազմաթիվ հանձնառություններ ունի էներգախնայողության բնագավառը Հայաստանում զարգացնելու եւ խթանելու, օժանդակելու եւ այլ, չգիտեմ, ուրիշ բառեր ինչ օգտագործեմ, դրանց մոտեցման շրջանակներում, սակայն պետության ֆինանսական հնարավորությունները, իհարկե նշածս թվերը արդեն իսկ խոսում են, որ այդքան գումար հատկացվել է արդեն միայն մի ծրագրի, բնականաբար պետությունը այլ ծրագրեր է անում, այդ թվում նաև սուբվենցիոն ծրագրերով օժանդակում է, այդ թվում նաև մանկապարտեզների եւ դպրոցների վերանորոգման շրջանակներում իրականացնում է էներգարդյունաբերության էներգախնայողության բարձրացման աշխատանքներ, այդուհանդերձ սա բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ պահանջող ոլորտ է եւ օգտագործելով այս հնարավորությունը ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել, այստեղ շատ կարևոր է, որ շնորհակալություն հայտնեմ մեր միջազգային գործընկերներին, տեղական եւ միջազգային գործընկերներին այս աշխատանքներում մեզ տարիների վեր աջակցելու համար։ Խոսքը գնում է եւ Եվրամիության մեր գործընկերները, եւ Միավորված ազգերի կազմակերպության իդեմս ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բոլոր մեր գործընկերները մեզ տարիների վեր օժանդակել են, որովհետեւ մենք կարողանանք որոշակի ցուցանիշներ գրանցել։ Շատ լավ, մեր գործընկերներից հարցեր կան, պետությունը հիմա չի սուբսիդավորի արևային համակարգի տեղադրումը, բայց թույլ կտա գոնե որ բնակիչներն իրենց միջոցներով, վարկով տեղադրեն պանելներ, քաղաքացիների շրջանում կան խոսակցություններ այն մասին, որ ոչ ցածր հզորություններն են սկսում թույլատրել եւ լրացուցիչ արտադրած հոսանքը պետությունն այլևս չի թողնելու կուտակել դրա հաշվին ձմռանը ծախսելու համար։ Չկասեք։ Շնորհակալություն հարցի համար։ Խոսքը գնում է, ենթադրում եմ, որ խոսքը գնում է մի օրենսդրական նախաձեռնության մասին, որը որ դեռևս չի դա դեռ նախաձեռնություն նախագիծ է, որը որ դեռևս չի ընդունվել, նախորդիվ արդեն նշածս պայմաններով պայմանավորված պետությունը որոշակի Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության եւ հուսալիության բարձրացման եւ պահպանման նպատակով որոշակի քայլեր է մշակել եւ ձեռնարկել, որպիսի կարողանա համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը ապահովել այդ շրջանակներում նախատեսվել է, որ մինչև 2026 թվականը, ներդրած այնտեղ տարբեր անցումային դրույթներով տարբեր սահմանաչափեր են նախատեսված, բայց մինչև 2026 թվականը թույլատրված է, որպեսզի մարդիկ, պետությունը չի խոչընդոտում, որպեսզի մարդիկ արևային կայաններ դնեն, իհարկե ծրագիրը ավարտվել է չի սուբսիդավորում, բայց չի խոչընդոտում, որպեսզի մարդիկ տեղադրեն, սակայն ասում է, որ մինչև 7-8 տարի հնարավորություն կտա, որպեսզի մարդիկ իրենց արտադրած ավելցուկը, էլեկտրաէներգիայի ավելցուկը կուտակեն, օգտագործելով նաև ձմռան ամիսներին, ոնց որ մեր հարգելի գործընկերը նշել էր, սակայն դրանից հետո անցնելու է ամսական
ամսական հաշվարկի սկզբունքին, այսինքն յուրաքանչյուր ամիս իր արտադրած եւ սպառած էլեկտրաէներգիայի վերջնահաշվարկը իրականացվելու, որի արդյունքներով եթե քաղաքացին ավելի շատ արտադրել է, քան սպառել է, այդ մասով իրեն փոխհատուցում է տրվելու, իսկ եթե հակառակը նա վճարելու է հեծին։ Դա է պատճառը, որ հիմա պետությունը սկսելու է սուբսիդավորել ավելի շատ այն կայանների տեղադրումը, որը ունենալու է կուտակելու բաղադրիչ։ Տեսեք, նման խոսակցությունները դեռևս վաղաժամ են, քանի որ գոնե այս պահին այդ նման ծրագիր չի նախատեսվում, սակայն ինչպես նշեցի, այս պահի դրությամբ մեզ համար կարևորագույն եւ մեր տեսանկյունից, էներգետիկ անվտանգության եւ հուսալիության բարձրացման կարևորագույն գործիք դրանք կուտակիչ կայաններ են։ Կուտակիչ կայանները ինչ հնարավորություն են ընձեռում, որպեսզի այն ժամին, երբ որ մենք ունենք արտադրության որոշակի ծավալ, որը չեն կարողանում սպառել, այդ արտադրած էլեկտրաէներգիան կուտակվի, պահոստավորվի, որից հետո այն ժամերին, երբ որ մեր մոտ արդեն սպառման պահանջարկը ավելանում է, այդ ժամանակ ինքը կարողանա սպառել այդ էլեկտրաէներգիան։ Իսկ միտքը նա է, որպեսզի գոնե մեր էներգետիկ համակարգին չխանգարի։ Իսկ հստակ է, թե այդ կուտակիչ բաղադրիչով արևային կայանների կառուցման սուբսիդավորման ծրագիրը ինչ պայմաններ է ունենալու, թե դեռ մշակման փուլում է։ Տեսեք, այս պահին ինչպես նշեցի, դեռ նման ծրագիր չունենք, առհասարակ կուտակիչների հետ կապված մենք նախատեսում ենք մեր օրենսդրական դաշտը իմի բերել, որից հետո նոր կկարողանանք խոսել կուտակիչ կայանների ներդրման եւ տարբեր ծրագրերի, այս պահի դրությամբ դեռ նույնիսկ մենք չգիտենք փոքր ծրագրերի մասին է խոսքը, այսինքն ինչ հզորության այդ կուտակիչ կայանների մասին է խոսքը, սակայն մի կարևոր հանգամանք էլ նշեմ, որ օրինակ մեր Հայաստանի վերականգնող էներգիա եւ էներգախնայողության հիմնադրամը ինքը նույնպես բավական հետաքրքիր ծրագրեր է իրականացնում, որոնք թույլ են տալիս օգտվել այդ հնարավորությունից եւ ներդնել կուտակիչի բաղադրիչով արևային կայան։ Այսինքն պետությունը որևէ կերպ այս պահին գոնե չի սահմանափակում այդ փոքր մասշտաբի, փոքր հզորության կայանների տեղադրումը։ Շատ լավ։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ 46400 կարգի արևային կայան կա, չէ, եթե չեմ սխալվում վերջին ցուցանիշով։ Այս ծրագիրը որքանով նպաստեց այս կայանների թվի ավելացմանը։ Ես ճիշտ ասած թվերը ձեռքից տակ ունեմ, այն թիվը, որ մենք գոնե ինքնավարի մասով նշեմ, որտեղ երբ որ խոսում ենք մենք այդ ռենովացիայի ծրագրի մասին, դա միայն ինքնավարների թվի ավելացման բերեց, խոսքը չի գնում այստեղ մեծ կայանների արդյունաբերական մասշտաբի կայանների մասին եւ 2019 թվականի, եթե թվականի համեմատ ասենք, մոտ 40 անգամ թիվը ավելացավ։ Շատ լավ, ունեք ձեզ մոտ տվյալներ, թե օրվա կտրվածքով քանի կիլովատ հոսանք են արտադրում հիմա երկրում եղած արևային կայանները, արդյունաբերականը կամ անձնական, եթե հնարավոր է, եթե ունեք ձեռքի տվյալ։ Տեսեք, իրականում այդ թվերը ես ձեռքից տակ ունեմ, ես յուրաքանչյուր օր ստանում եմ այդ տվյալները, ուղղակի ստեղ մի խնդիր ունենք, որ ինքնավար էներգոարտադրողների արտադրած էլեկտրաէներգիան մեր էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի մոտ հստակ չի երևում, քանի որ իրանք միացված են Հայաստանի էլեկտրական ցանցերին եւ կդժվարանամ հիմա նման թիվ հնչեցնել։ Զուտ միայն դրանով պայմանավորված թվերը ամեն օր ստանում եմ, կարող եմ ասել, բայց դա մոտավորելի թիվանելու ինչը ցանկալի չի։ Շատ լավ, խնդրում են ճշտել, երբ է կանխատեսվում, որ պետությունն արդեն կունենա կուտակիչ կայանների մասով օրենքը։ Շատ լավ հարց է, տեսեք իրականում պետությունը ընդամենը մի փաստ նշեմ, մենք ներկայումս ակտիվ աշխատանքներ ենք տանում Հայաստանում էլեկտրաէներգետիկայի մասին նոր օրենքի նախագիծ
այսինքն շրջանառվում ենք եւ աշխատանքներ ենք տանում այդ նախագիծը ընդունելու շրջանակներում էլեկտրոէներգետիկայի մասին նոր օրենքի նախագծում կուտակիչ կայանների հարցը կարգավորված է, սակայն հաշվի առնելով, որ նախատեսվում է, որ 2029 թվականին պետք է ուժի մեջ մտնի այդ օրենքը, մենք նախատեսում ենք այնտեղից այդ կուտակիչների մասը տեղափոխել մեր էներգետիկայի մասին օրենք եւ համապատասխան, այսինքն այսօրվա պայմաններին եւ պահանջներին համահունչ դարձնել եւ տեղափոխել տեղ, կարծում եմ, որ ստեղ մի կարևոր փաստ էլ նշեմ, նոր իմ կարծիքն ասեմ, կարևոր փաստն այն է, որ ես ուզում եմ մեր քաղաքացիներին էլ ճիշտ այդ ազդակը գնա, որ այստեղ ամենաշահագրգռված մարմինը դա պետություն, կառավարություն, նախարարություն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այս մարմիններն են հաշվի առնելով, որ կուտակիչները ստեղծած խնդիրների լուծման այս պահին գոնե, եթե չասեմ միակ, ապա ամենակարևոր եւ առաջնային բանալին են, ուստի պետությունը այստեղ շահագրգռված է, որքան հնարավոր է շուտ հարցին լուծում տալ, այսինքն այդ օրենսդրական դաշտը բարելավել եւ նախատեսում ենք, որ մինչեւ տարվա վերջ արդեն իսկ մենք այս օրենսդրական փոփոխությունների իրականացրած կլինենք, սակայն որոշակի հանգամանքներով պայմանավորված տեղափոխվեց մյուս տարի ենթադրում եմ առաջի արդեն երամսյակում կունենանք փոփոխությունները։ Իրականում մշակումը արդեն իսկ կներեք, որ ընդհատեցի, իրականում մշակումը արդեն իսկ մենք ունենք, ուղղակի պետք է դարձնենք այսօրվա պայմաններին եւ պահանջներին համահունչ եւ տանել օրենսդրի հաստատմանը։ Շատ լավ, շնորհակալ եմ, եթե ամփոփենք կարող ենք ասել, որ արևային էներգիայի ոլորտի զարգացման առաջնահերթությունը շարունակում է մնալ կառավարության օրակարգում, պարզապես այս փուլում որոշակի օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչպես նաև ենթակառուցվածքների հզորացման անհրաժեշտություն կա, որից հետո արդեն միգուցե այլ ուղղությամբ ոլորտի զարգացումը շարունակվի։ Տեսեք, շատ լավ հարց եք տալիս, եթե ժամանակ ունենք, ես 2 րոպե կխնդրեմ, որպեսզի անդրադառնամ ընդհանուր պատկերին, իրականում պետությունը ինքը չի կանգնեցնում որևէ, վերականգնվող էներգետիկայի, քանի որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսը ինքը տեղական ռեսուրս է, այսինքն մենք մեծապես կախված ենք ներկրվող էներգակիրներից եւ այս պահին պետությունը ուղղակի ստիպված է գնալ այս քայլերին զսպման մեխանիզմներ ներդնելի նկատի ունեմ, սակայն դա չի նշանակում, որ պետությունը կանգնացնում է վերականգնվող էներգետիկայի զարգացումը, այլ պետությունը աշխատանքները շարունակում է, օրինակ ես կարող եմ հողմային, Հայաստանում հողմային էներգետիկան այնքան է զարգացած ճուղ չի, եւ պետությունը շարունակում այս ուղղությամբ եւս աշխատանքներ տանել ասիական զարգացման բանկի հետ ներկայումս ընթացքում է մի ծրագիր, որը նախատեսում է շուրջ 150 մեգավատ հզորությամբ հողմային կայանի կառուցում, սակայն նշածս հանգամանքներով պայմանավորված ծրագիրը մի փոքր դանդաղում է, այսինքն խնդիրը մեր համակարգում ունեցած խնդիրներն ու խնդիրներն են, այլ ոչ թե ասիական զարգացման բանկի կողմից, բայց այս ծրագիրներն ենք իրականացնում, մենք ունենք 2040 թվականը մինչև նախատեսված ցուցանիշներ, որոնց եւս պետք է հասնենք, խոսքը գնում է մինչև 500 մեգավատ հզորության հողմային կայանների, նաև արևային կայանների նույն չափով արևային կայանների ներդրում, այսինքն խնդիրը այստեղ պետք է մենք դիտարկենք մեր եւս երևի մեկ անգամ ասեմ, որ պետք է դիտարկենք մեր էներգետիկ անվտանգության եւ հուսալիության տեսանկյունից, ինչը չի նշանակում, որ պետությունը չի շարունակելու զարգացնել վերականգնվող էներգետիկան Հայաստանի եւ էներգոարդյունավետությունն ու էներգախնայողությունը Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար վերջին մասով ավելի լայն թափով հաշվի առնելով, որ մենք նաեւ Եվրամիության հետ ունենք ՍԵՊԱ-ի համաձայնագրով ունենք ստանձնած պարտավորություններ, իդեպ նշեմ, որ էներգախնայողության եւ էներգոարդյունավետության բնագավառում դա մի մեծ բլոկ է,
կարգավորումների եւ դիրեկտիվների մի մեծ փունջ է, որը որ պետք է պետությունը ներդաշնակեցնի մեր օրենսդրությունը Եվրամիության օրենսդրության հետ եւ այս ամբողջ համատեքստում սա ինչի համար եմ ասում, որ հասկանանք, որ պետությունը այստեղ որևէ բան կանգնացնելու խնդիր չունի, ունի ուղղակի մի փոքր դանդաղեցնելու այս աճի տեմպերը, որից հետո երբ որ կլինեն այդ թվում նաեւ ձեր նշած խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպիսին են Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, դրանից հետո արդեն հնարավորություն կլինի ավելացնել։ Մենք չենք հրաժարվում, դա մեր չակերտավոր ասած, տեղական ռեսուրսն է։ Շատ լավ։ Մեկ հարց խնդրում են, ունեք տվյալներ արդյունաբերական արևային կայանների նոր հայտեր ունենք։ Տեսեք, արդյունաբերական նոր հայտեր չունենք, որովհետև էլեկտրաէներգետիկական համակարգի մեր օպերատորը խնդրել է, որպեսզի հաշվի առնելով նորից բոլոր հարցերը, քանի որ դրան են բերում, չկրկնեմ, հաշվի առնելով այն նախորդիվ բերածս խնդիրները, որոնք համակարգում առաջացել են, խնդրել է, որպեսզի ներկայումս այդպիսի կայանների կառուցումը դադարեցնենք, այսինքն մեզ խնդրել է, մենք էլ խնդրել ենք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, որպեսզի ներկայումս գոնե նման ծրագրերը չիրականացվեն, որպեսզի եւ դրանք տեղափոխվեն այդ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումից արդեն ավարտից հետո։ Շատ լավ, եւ հողմայինի մասին, որ դուք նշեցիք Շիրակի մարզինը նկատի ունեք։ Այո, Շիրակի մարզինը նկատի ունեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար, հավելելու բան ունեք։ Ձեր շնորհակալություն հրավերի համար։ Շատ լավ, ձեր գործային հաջողություն ավարտենք։